Արդյոք պարտադիր է, որ հակադրություն լինի բիզնեսի ու բնության միջև, թե հնարավոր է խաղաղ գոյակցություն և գործընկերություն, ինչպես նվազեցնել բնությանը հասցվող ռիսկերը, ինչ դեր ունի և ինչ լծակներ պետք է ունենա պետությունը, ինչ խնդիրներ պետք է լուծի բիզնեսի պատասխանատուն։ Այսօր Երևանում կայացավ կայուն զարգացման խնդիրներին նվիրված 3-րդ Robust Armenia կոնֆերանսը «Բիզնեսը և բնությունը» խորագրի ներքո։ Որովհետև այս տարի աշնանը Հայաստանում կայանալու է COP17 գագաթնաժողովը կենսաբազմազանության հարցերին նվիրված եւ որոշեցինք համահունչ թեմա ընտրել։ Կոնֆերանսի կազմակերպիչ Արադ Թաթևոսյանը նշում է, պետությունը եւ կարգավորիչ մարմինները սահմանում են պարտադիր պահանջները, սակայն յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում համապատասխանել միայն պարտադիր նվազագույնին, թե անել ավելին։ Կարծում եմ, որ խնդիրը գտնվում է կոնկրետ ընկերությունների որոշումների եւ պատասխանատվության տիրույթում։ Եթե այդ պատասխանատվությունը կա, ուրեմն կարելի է ակնկալել, այո, եւ որ բնության հասցվող վնասը նվազագույն կլինի, եւ որ հասցված վնասի փոխարեն ընկերությունը ինչ որ բան կվերադարձնի բնությանը։ Եթե այդ մոտեցումը չկա, իհարկե դժվար կլինի ակնկալել, եւ այստեղ երևի արդեն պետությունը եւ կարգավորիչ մարմինները պետք է մտածեն ինչպես ավելի կոշտ պայմաններ սահմանել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրենը վստահեցնում է, որ իրենք որդեգրել են ժամանակակից կայուն զարգացման մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվություն բառը։ Ցանկացած ուղղությամբ բայց ամենակարևորագույնները, որոնք առնչվում են կայուն զարգացման, դա բնապահպանական պատասխանատվությունն է, սոցիալական պատասխանատվությունը եւ այդ երկու կարևորագույն բանը ոնց են կառավարվում եւ համապատասխան դրան համապատասխան կառավարչական մոդելը, որ այդ 3 տառը լինեն հիմքում կայուն զարգացման։ Այսինքն կայուն զարգացումը այսօր դիտարկվում է որպես ժամանակակից բիզնես մոդել։ Կօգտագործես կհամարվես ժամանակակից ոչ միայն հանքարդյունաբերող, որևէ այսօր բիզնես ուղղություն ասեք, եթե հիմքում կա այդ պատասխանատվություն բառը, այդ դեպքում ինքը համարվում է ժամանակակից եւ Զանգեզուրը այսօր փորձում է համենայն դեպս հետ չմնալ ժամանակակից նման տրենդերից։ Ըստ նրա, կոմբինատը թերևս ամենախոշոր էներգասպառողներից է եւ վերականգնվող էներգետիկան չի կարող ընկերության ռազմավարության մաս չկազմել։ Մենք փորձում ենք մինչև 100 մեգավատ արևային կայանների, ոչ միայն արևային կայանների, նույնիսկ եթե դա կոմբո ինչ որ լուծում կլինի, վերականգնվող էներգետիկայի այդ ծրագիրը կյանքի կոչել։ Դժվարությունների ենք հանդիպել, բայց հետ չենք կանգնում, մենք ավելի ոնց որ մասնատեցինք այդ պրոյեկտը պիլոտայիններով, շուտով կտեսնեք առաջի ոնց որ ծաղիկները այդ ծրագրի 2.5 մեգավատներով փորձենք տեսնենք, ունենք տարածքների հետ խնդիր, ունենք այլ խնդիրներ, որ հնդածս բախվում ենք, բայց լուծելով գնում ենք առաջ։ Պարոն Ստեփանյանի խոսքով կայուն զարգացման ցանկացած ծրագիր կամ նախաձեռնություն, եթե հիմքում չունի տնտեսական բաղադրիչ, կլինի կարճաժամկետ։ Շարունակական եւ երկարաժամկետ ծրագրերի համար կարևոր է տնտեսական բաղադրիչի ապահովումը։ Կոմբինատը նախատեսում է նաեւ անտառավերականգնման նախագիծ, որի իրականացման համար արդեն իսկ եռակողմ հուշագիր են ստորագրել շրջակա միջավայրի նախարարության եւ Հայ Անտառ կազմակերպության հետ։